Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի արևելքում։ Մարզը սահմանակից է հյուսիսում Տավուշի, արևմուտքում Կոտայքի և Արարատի, հարավում Վայոց ձորի մարզերին, ինչպես նաև Ադրբեջանին արևելքում։ Մարզի ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է 115 կիլոմետր, արևմուտքից արևելք 85 կիլոմետր։ Գեղարքունիքն ամենախոշոր մարզն է ըստ տարածքի և զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության տարածքի 18%-ը։ Մարզն իր մեջ ներառում է 5 քաղաք՝ Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս և 87 գյուղական բնակավայրեր։ Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են 48,2%, կանայք 51,8%։ Գեղարքունիքի մարզի կլիման բնորոշվում է երկարատև և խստաշունչ ձմեռներով, քանի որ գտնվում է ընդհանուր առմամբ ծովի մակերևույթից 2000-ից 3500 մետր բարձրության վրա։ Մարզի ամենաբարձր կետը Աժդահակ լեռան գագաթն է, որն ունի 3598 մետր բարձրություն։ Բարձր լեռներ են Սպիտակասարը 3555 մետր, Վարդենիսը 3522 մետր, Գեղասարը 3446 մետր բարձրություն։ Ամենաերկար գետերն են Արգիջին 51 կիլոմետր, Գավառագետը 47 կիլոմետր և Մասրիկը 45 կիլոմետր։ Գեղարքունիքի մարզում է գտնվում բարձր լեռնային եզակի էկոհամակարգով Սևանա լիճը, որի ավազանի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 5000 քառակուսի կիլոմետր։ Լճի հայլու մակերեսը 1200 քառակուսի կիլոմետր է, ծավալը 35,8 միլիարդ խորանարդ մետր։ Այն ոչ միայն մարզի, այլ նաև հանրապետության համար ունի առանձնահատուկ կարևորություն։ Սևանա լիճը տարածաշրջանի քաղցրահամ ջրերի ամենամեծ ավազանն է։ Լիճն էական ազդեցություն ունի ողջ մարզի ոչ միայն բնապահպանական հավասարակշռության, այլ նաև տնտեսության վրա։ Գեղարքունիքի մարզը յուրահատուկ է իր առողջարար կլիմայով, լճափնյա հնագույն հուշարձաններով ու մշակույթի օջախներով, բուսական և կենդանական աշխարհի առանձնահատկություններով, բնական միջավայրի գեղեցկությամբ։ Գոգավորության հյուսիսային մասով ձգվում են Արեգունու, հյուսիս-արևելյան մասով Սևանի լեռնաշղթաները, իսկ արևելյան մասով Արևելյան Սևանի լեռնաշղթան, որը օղակ է Սևանի և Վարդենիսի լեռնաշղթաների միջև։ Եթե Արեգունու և Սևանի լեռնաշղթաների Գեղարքունիքի մարզի սահմաններում գտնվող լանջերը զառիթափ են և կտրտված, ապա Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների դեպի Սևանա լիճ նայող լանջերը համեմատաբար մեղմաթեք են, որտեղ այդ լեռների բազմաթիվ հրաբխային կոներից դուրս ժայթքած լավան հրաբխային լանջերից բացի առաջացրել են նաև սարավանդներ և քարակարկառներ։ Մարզի հենց այս հատվածներում էլ Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների ու Սևանա լճի մեջ գտնվող վայրերում զգալի հարթ տարածություններ կան, որոնք շատ հարմար են հողագործության համար։ Դրանք հատկապես Մասրիկ Արգիջի գետերի ու Գավառագետի հովիտներն են։ Դրանցից համեմատաբար ընդարձակը Մասրիկի դաշտն է։ Այդ հարթ տարածությունները ծովի մակերևույթից ունեն 1900-ից 2200 մետր բարձրություն։ Տարեկան արևափայլի միջին տևողությունը հասնում է ավելի քան 2700-ից 2800 ժամ/տարի։ Ընդհանուր առմամբ կլիման ամռանը չափավոր է, իսկ ձմռանը չափավոր ցուրտ։ Բնութագրվում է ամենամյա և հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, գերիշխում են քիչ անպամած եղանակները։ Մթնոլորտային տեղումները շատ չեն։ Սևանա լճի հարավային և արևմտյան առափնյա հարթ տարածությունները բնութագրվում են լեռնատափաստանային բերրի սևահողերով, իսկ համեմատաբար բարձրադիր մասերը լեռնամարգագետնային հողերով։ Բուսատեսակների մեջ գերակշռում են լեռնատափաստանային, ենթաալպյան և ալպյան բուսատեսակները։ Վերջիններս հատկապես տարածված են Գեղամա, Վարդենիսի և մյուս լեռնաշղթաների լեռնալանջային, բարձր լեռնային մասերում, որոնք էլ հանդիսանում են ամառային արոտավայրեր և խոթարկներ։ Շատ քիչ է անտառային բուսականությունը, կաղնու, գիհու և որոշ այլ ծառատեսակների նոսր թփուտային պուրակներ կան հյուսիս-արևելյան լեռնալանջերին, իսկ լճի մակարդակի իջեցման հետևանքով առաջացած տարածքներում աճեցվել են արհեստական անտառաշերտեր։ Այստեղ զգալի տարածքներ են զբաղեցնում հշարմավի պուրակները։
Կենդանական աշխարհը հարուստ չէ։ Լճի մակարդակի իջեցման հետևանքով խիստ կրճատվել է թռչունների եւ ձկների տեսակները։ Բնական մյուս տեսակի ռեսուրսներից մարզը հանրահայտ է ոսկու պաշարներով։ Սոտքի ոսկու հանքավայրի առանձին հանքախորշերում պահպանված նշանով ոսկի արդյունահանվել է հազարամյակներ առաջ։ Ապացուցված է, որ լճաշենի դամբարաններից գտնված ոսկյա իրերը, այդ թվում արձանիկը, պատրաստված են սոտքի հանքավայրի ոսկուց։ Կան քրոմի եւ հրակայուն ապարների զգալի պաշարներ Շորժայի հանգույցում, տուֆի եւ հրաբխային խարամի պաշարներ Վարդենիսի տարածաշրջանում, պերլիտի պաշարներ Մարտունու տարածաշրջանում, բազալտի պաշարներ կան համարյա ամենուրեք, հանքային ջրի պաշարներ կան Գավառի եւ Մարտունու տարածաշրջաններում։ Մարզի տարածքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ, բայց առանձնապես ուշագրավ են բնական հուշարձանները, խառնարանային լճերը, խարամային կոները եւ ընդարձակ քարային ծովերը։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում Սևանա լճից ազատված տարածքներում հայտնաբերված մինչև 5000-ամյա հնության դամբարանները։ Մարզի տարածքում է գտնվում Սևան ազգային պարկը, կազմավորվել է 1978 թվականին։ Այն զբաղեցնում է Սևանի միջլեռնային գոգավորության հատակը կազմող Սևանա լճի եւ դրա հատակի ազատված տարածքները։ Մակերեսը կազմում է 150 000 հեկտար, որից 24 000 հեկտարը առափնյաց համակային տարածքներն են։ Այն շրջափակված է Արեգունու, Գեղամա, Վարդենիսի, Փամբակի եւ Սևանի լեռնաշղթաների լանջերով։ Այստեղ պահպանվել են բույսերի 1600 եւ կենդանիների 330 տարատեսակներ։